Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հասարակության մի մասում այն ամենայնի նշվում է անվստահություն ընտրական համակարգի որոշմամբ, ինչ կոնկրետ մեխանիզմներ են ներդրել, որպեսզի 2026 թվականի ուսուցման արդյունքները կասկածի տեղի չտան ոչ ընդդիմության, ոչ իշխանության համար, հաշվարկելով նաև այն հանգամանքը, որ նախկինում եղել է իշխող ուսուցչության ներկայացուցիչ եւ բացառիկ այս ինստիտուտներում որն է ամենամեծ ռիսկը, որ կրահում տեսնում է կամ կանխատում է շարակապը։ Որն է վերջի հարցը։ Այս ինստիտուտներում ամենամեծ ռիսկը, որ կրահում տեսնում է կամ կանխատում է։ Ամենամեծ ռիսկը, որը որ այս պայն մենք գնահատում, դա կեղծ տեղեկատվությունն է արգել գործողություն։ Կեղծիքը, որը նաև միտված է երբեմն մեր պարագայում ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն ձևավորել։ Ես իսկ ինչ է անում ԿԸՀ-ն, չէ՞ որ կասկածի տեղի չկա։ Եվրոպական ընտրական հանձնաժողովը գործնականում կազմակերպում է ընտրություններ, որոնք որ մեկ ձայնի ճշգրտությամբ։ Նախորդ ես կարող եմ ասել 23-25 թվականներին կազմակերպված ընտրություններ վերցրեք դեռ նայ։ Եվ սա ամենամեծ գրավական է։ Գործիքակազմը մենք ծրագրում ենք, որ հեռարձակումը տեղամասերից այդ եթերը, որը որ պիտի լինի, ըստ էության նախորդ ընտրություններին եղել է 1500 տեղամասից հեռարձակումը, որ ըստ էության այն ժամանակ ծածկում էր ընտրողների 97%-ը, այսինքն այդ տեղամասերը իրենց մեջ ներառում են մեր ընտրողների 97%-ը։ Այս 26 թվականի ընտրությունների ժամանակ մենք 300 պլյուս ընտրող ունեցող տեղամասերից ապահովել ենք հեռարձակում, ինչը նշանակում է մոտ 1800 տեղամաս։ Եվ այն 300-ից ցածր ընտրող ունեցող տեղամասերի ընտրողների ընդհանուր հանրագումարը 1% չի հասնում։ Այսինքն ստացվել է, որ մենք հաստատի ընտրողների 99% ներառող տեղամասերից ու եթերը ապահովել է։ Եվ այդ եթերը հնարավորություն է տալիս, որպեսզի ցանկացած շահարկում, չգիտեմ, կամ մտածածին օրինակ խնդիր, մենք գնանք հետևից։ Ավելին իրական խնդիրները, որոնք որ տեղամասերում կարող են առաջանալ, մենք շատ արագ այդ համակարգի միջոցով շատ արագ լուծում ենք, շատ արագ կանխում ենք։ Երկրորդ, ասենք, գործիքակազմը, որը որ մենք կիրառում ենք, դա ուսուցումն է։ Մենք տեսեք ըստ էության 23 թվականից բոլոր ընտրությունների ժամանակ այլևս կիրառվեց նշանակված հանձնաժողովականների ուսուցում։ Նախկինում կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ բոլոր դեպքերում էր նշանակված հանձնաժողովների ուսուցում իրականացնում։ Այսինքն դա ինչ իմաստ է, որ մոտավորապես քվեարկությունից մոտ 1 շաբաթ առաջ, մոտավորապես 10 օր առաջ, երբ որ արդեն հանձնաժողովները ոչ միայն ձևավորված, ավարտված են, այլ նաև այն հնարավորությունը, որ կարող են օրինակ փոխվել, ասենք, որտեղ գիտեք, որ խմբակցություններն են նշանակում հանձնաժողովականներին, այսինքն այդ հնարավորությունը էապես նվազում է։ Այդ ժամանակ բոլոր նշանակված հանձնաժողովականների համար մենք անում ենք դասընթացներ։ Ավելին, նախագահ քարտուղարների համար եւս մեկ դասընթաց առանձին ենք իրականացնում։ Մենք Երևանի ընտրությունների ժամանակ մի մոտեցում կիրառեցինք, այս ընտրությունների ժամանակ դրա մեկ այլ, ասենք, տարբերակն ենք կիրառելու, դա երբ որ Երևանի ընտրությունների ժամանակ մենք քաղաքական ուժերից ստացանք առաջարկ, որ հնարավոր է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպի վստահված անձերի ուսուցում։ Մենք այդ ժամանակ այդ առաջարկը հրապարակային հնչեցրեցինք եւ ըստ էության հետագայում արդեն ըստ գրանցամատյանների հիմնականում տեղամասային վստահված անձ ունեցող քաղաքական ուժերի բացառությամբ մեկի բոլորը իրենց վստահված անձերին, այսպես ասենք, իրենք էին կազմակերպում մեր
դասընթացավարները մոտենում էին, որտեղ իրենք ասում էին։ Մենք նույնիսկ առաջարկենք, եթե դուք չեք կարողանա, ասենք համապատասխան դահլիճ ապահովել, մենք կարող ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր միջոցներով դահլիճ ապահովել։ Մեր դասընթացավարները մոտենում էին, այդ դասընթացները անցկացնում էին, նյութերը տրամադրում էին, նաև տեղեկատվական նյութերը, որպեսզի վստահված անձերը իրենց պարտականությունների, իրավունքների մասին, այսպես ասենք, ոչ միայն իրազեկվեն, այլ ձեռքի տակ ունենային փաստաթուղթ, որից անընդհատ կօգտվեին։ Այս ազգային ժողովի ընտրություններում, քանի որ ծավալը եւ շատ մեծ է եւ ինքը ամբողջ հանրապետությունն է ընդգրկում, մենք պլանավորում ենք այսպես, որ կուսակցություններին, երբ որ կգրանցվեն, արդեն մենք ունենանք կուսակցությունների ցանկը, գրանցված կուսակցությունների քաղաքական ուժերի ցանկը, մենք իրենց կառաջարկենք դասընթացավարների պատրաստում։ Այսինքն իրենք մոտավորապես կարող են գնահատել, թե իրենք քանի դասընթացավար է պետք, որպեսզի իրենց կուսակցություններում վստահված անձերի դասընթաց իրականացնեն, մենք այդ դասընթացավարներին մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ իրականացնենք այդ վերապատրաստումները, որպեսզի նաև այն մարդիկ, ովքեր որ վստահված անձերի ուսուցում իրականացնեն, իրենք անձամբ տիրապետեն ընտրական օրենսգրքի կարգավորումներին։ Մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդունված է այդպես մի կատակ, որ սա ասում ենք անում ենք այն բանի համար, որպեսզի բոլոր սուբյեկտները, ովքեր որ ներգրաված են ընտրություններում, նույն ընտրական օրենսգրքից օգտվեն։ Որտեղ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ դասընթացավարը, որը օրինակ կուսակցության վստահված անձի դասընթացներ իրականացրել, ինքը այնպես էր ստացել, որ փոփոխություններին տեղակ չէր եղել ու հին բաներ էր սովորացել, որը հետո տեղամասում պարզվել էր։ Երբ որ ու այս խնդիրը իհարկե շատ արագ տվյալ կուսակցության հետ կապվելով լուծվել էր, որովհետև տեղեկացրել են, որ ձեր վստահված անձերը համատարած սխալներ են թույլ տալիս եւ իրենք երբ որ բարձել են միանգամից իրենք են արդեն տվյալ կուսակցությունը ինքն էր արդեն իր վստահված անձերին իրազեկել որ այդ սխալը թույլ չտան բայց այս դեպքում մենք նաեւ նման դասընթացներով կկանխենք նման դեպքերի հնարավորություն որպես քիչ լինեն այսպես բացառել բնականաբար չեն կարող բայց կնպաստենք որպեսզի հնարավորինս քիչ լինեն Գործիքակազմերը թվային գործիքակազմերն են բոլորը հեշտացվում։ Կոնկրետ կուսակցությունների գրանցման համար փաստաթղթերի, այսինքն այդ գրանցման, այդ փաստաթղթերի ամբողջ գործիքակազմը հարգելի լրագրողներ թարմացվել է։ Ներկայումս կուսակցությունները, ովքեր որ ցանկանում են առաջադրվել, իրենք դիմում են, ստանում են օգտահաշիվ Այդ օգտահաշվի միջոցով իրենք ձևավորում են իրենց ցուցակները։ Մուտք են անում ցուցակները։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք տեխնացուի միայն անձ հաստատող փաստաթղթի տվյալները մուտք անելով մնացած տվյալները հաշվառման հասցեի եւ այլ, որպեսզի հստակ եւ ճշգրիտ տեղադրեն։ Այսինքն ավելին անուն երբեմն լինում են դեպքեր, երբ որ անուն ազգանունը ունենում է ուղղագրության առանձնահատկություն Եվ մուտքագրողները, սա ասում նախկինում, երբ որ այս համակարգը չկար, եւ մուտքագրողները այդ առանձնահատկությունը օրինակ չէին նկատում անունազգանունը տեխնացուի, անունազգանունը սխալ էին մուտքագրում։ Ներկայիս այս համակարգը ինքը անձ հաստատող փաստաթղթի տվյալը մուտք են անել, մնացած արդեն մեխանիկորեն մնացած տվյալները մեխանիկորեն լրացվելու է։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի սերային Բաշխվածությունը այն կարգավորումը, որ ընտրական օրենսգիրքը սահմանել է, որպեսզի կուսակցությունները այդ սխալը չկատարեն։ Այսինքն ինքը համակարգը ստուգելու է։ Եվ եթե կա սխալ, ինքը հուշելու է, որ տվյալ կուսակցության ցուցակում կամ դաշինքի ցուցակում, դաշինքի անդամ կուսակցության անհատական ցուցակում արկա է սխալ, որպեսզի կուսակցությունը դա ուղղի։ Այս համակարգը հնարավորություն է տալու կուսակցություններին, որպեսզի իրենց հայտարարագրերը on-line, տեխնացուները on-line մուտք անեն։ Ներկայիս, այսինքն մինչ այս համակարգը հնարավորություն է տալիս կուսակցություններին, որպեսզի իրենք գրավոր
հայտարարագիրը ձևավորեն գրավ, որ տարբերակը ստորագրեն, հետո դա սկան անեն, նոր գցեն համակարգին։ Նոր համակարգը հնարավորություն է տալիս, որ բոլոր այն տեխնացուները, ովքեր կունենան էլեկտրոնային ստորագրություն, այսինքն էլեկտրոնային ID-ներ կունենան, իրենք կարող են նույնականանալ եւ էլեկտրոնային լրացնել հայտարարագրի։ Եթե չունեն էլեկտրոնային ստորագրություն, իրենք կարող են հին տարբերակով իրականացնել, բայց նոր տարբերակը այդ հնարավորությունը իրենց համար ստեղծելու է։ Համագումարի մասին խոսեցիք, պահանջի համագումարի։ Համագումարի պահանջը դա, այսպես ենք, դա դրասման անհրաժեշտ փաստաթղթերի շարքում է, որ բոլոր կուսակցությունները առնվազն առաջի 30-ը հարգելի գործընկերներ, բոլոր կուսակցությունները պիտի, այսպես ենք, համագումարի որոշում պիտի ներկայացնեն։ Մենք օրինակելի ձևերը, կուսակցությունների գրանցման փաստաթղթերը, օրինակելի ձև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված են։ Այսինքն կուսակցություններից պահանջվում է ընդհանրապես լրացնել այդ օրինակելի ձևերը եւ կցել մնացած կից փաստաթղթերը։ Այսինքն վճարման անդուրագիրը, անձահաստատող փաստաթղթի պատճեն կամ վերջին 4 տարում միայն քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու մասին տեղեկանքը, այսինքն ասեմ ես ամբողջ գործիքակազմը հեշտացված է, այնպես է հեշտացած, որ կուսակցությունները դժվարություն չունենան իրենց փաստաթղթերը ներկայացնելիս։